Առողջ առավոտ սիրելի հեռուստադիտող, բոլոր նրանք, ովքեր երեկ ինձ հետ են եղել, խոստումս հիշում են, որ մենք այս շաբաթ անդրադառնում ենք Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի աշխատանքներին, մասնավորապես տարբեր թեմաների շնորհիվ, տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչների մասնակցությամբ մենք փորձում ենք հանրային առողջապահական կարևորագույն հարցեր քննարկել։ Երեկ մենք խոսել ենք բոտուլիզմի մասին, այսօր մենք խոսելու ենք իմունականխարգելման ազգային ծրագրից, մասնավորապես գրիպներից եւ որոշ այլ ուղղություններ, որոնք հիմա մենք հյուրի հետ կմարսենք։ Ես ներկայացնեմ իմ հյուրին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի իմունականխարգելման վարչության պետ բժիշկ Սվետլանա Գրիգորյան։ Բարի առավոտ, առողջ առավոտ, բժիշկ Գրիգորյան, ինչպե՞ս եք։ Բարի, շնորհակալություն, դուք ինչպե՞ս եք։ Լավ, շնորհակալություն։ Ես շնորհակալ եմ, որ դուք պատկերացնում եմ ձեր գրաֆիկը, որ գտաք այդ ժամանակը եւ միացաք մեզ, որովհետեւ կարծես թե այս նախագծի եւ իմունականխարգելման վերաբերյալ ինչքան էլ ավելի շատ ջանքեր ենք բոլորս գործադրում, որ գոնե թե այն իսկապես փաստացի հաստատված գործընթացները փրկեն մարդկանց կյանքեր, միևնույն է հայտնվում են մարդիկ, ովքեր այլ կարծիք են եւ ամենից ցավալին այն է, որ դրանց մեջ կան նաեւ պրոֆեսիոնալ բժիշկներ, որոնք որ խոսում են մի բան, որի վրա իրենք վստահ չեն եւ աղբյուրի վրա եւս չեն կարող վստահ լինել։ Գիտեք, գուցե կան բացառություններ, բայց գոնե թե իմունականխարգելման ազգային գլոբալ ծրագրի տեսակետից այսպես հակաքարոզանելը իմ կարծիքով առնվազն ճիշտ չէ։ Եկեք փորձենք հասկանալ ինչ է իրենից ներկայացնում իմունականխարգելման ազգային ծրագիրը, ինչ սեգմենտներ ունի եւ փորձենք նաեւ մեր աշնանային սեզոնից ելնելով ակտուալ գրիպից խոսել եւ եթե կկամենաք այլ ուղղություններից եւս։ Շնորհակալություն այս կարևոր թեման արձարծելու համար, քանի որ հանրային առողջապահության ոլորտում իմունականխարգելումը առանցքային դեր ունի։ Քանի որ մինչ օրս վարակիչ հիվանդությունների կանխարգելման գործընթացում չունենք այլընտրանք։ Պատվաստումները այն գործիքն են, այն միջոցն են, որը թույլ է տալիս մեզ կառավարել վարակիչ հիվանդություններ։ Եվ այս համատեքստում է, որ հենց պատվաստանյութերով կանխարգելվող վարակիչ հիվանդությունները կոչվում են կառավարելի վարակիչ հիվանդություններ։ Հայաստանի Հանրապետությունում իմունականխարգելման ազգային ծրագրի շրջանակներում պատվաստումների ազգային օրացույցով նախատեսված պատվաստումների միջոցով կառավարվում է արդեն իսկ 20 վարակիչ հիվանդություն։ Այնպիսի վարակիչ հիվանդություններ, ինչպիսիք են դիֆթերիան է, փայտացումն է, կապույտ հազն է, կարմրուկ, կարմրախտ, խոզուկ եւ այդ շարքը բավական լայն է։ Այսինքն պատվաստումների կիրառումը հնարավորություն է տալիս կառավարել, կանխարգելել այնպիսի վտանգավոր հիվանդություններ, որոնք ամբողջ աշխարհում մինչ օրս առաջացնում են նաև մահվան ելքեր, հաշմանդամություն, տարբեր բարդություններ եւ սակայն ի ուրախություն մեզ կառավարելի վարակիչ հիվանդությունների առումով Հայաստանի Հանրապետությունում ունենք բարենպաստ համաճարակային իրավիճակ եւ օրինակ որևէ մեկը չի հիշում պոլիոմիելիտի վերջին դեպքը Հայաստանում երբ է գրանցվել կամ դիֆթերիայի վերջին դեպք երբ ենք ունեցել 2007 թվականից սկսած Հայաստանը համարվում էր կարմրուկի առումով, կարմրախտի առումով էլիմինացված, այսինքն տեղական դեպքերի բացակայությունը փաստագրած երկիր եւ այս շարքը էլի երկար է կարող ենք թվարկել։ Այս համատեքստում հենց կարևորվում է, որ ոչ միայն պլանային պատվաստումներով ենք կառավարում համաճարակային իրավիճակը, այլ նաեւ որոշ հիվանդությունների դեպքում սեզոնին ընդառաջ իրականացվող պատվաստումներով, ինչպես օրինակ սեզոնային գրիպի դեմ պատվաստումներն են։ Եվ սա այն բացառությունն է, որ յուրաքանչյուր սեզոնին ընդառաջ առաջարկվում է պատվաստվել տվյալ սեզոնի համապատասխան, տվյալ սեզոնի համար նախատեսված պատվաստանյութով։ Մինչ կշարունակենք եւ կգնանք ավելի դետալային քննարկման, ես ուզում եմ մենք պատմական ակնարկ անենք։ Օրինակ, ես նորմալ եմ համարում, որ ես բժիշկս, առողջապահության կազմակերպիչս մի փոքր այլ դիտանկյունից եմ այս ամենին նայում, որովհետեւ անմիջապես ձեր խոսույթից հիշեցի առաջին անգամ, երբ մեզ ինֆեկցիոն ցիկլի ժամանակ եւ համաճարակաբանության ժամանակ հետո, այսինքն եւ այնտեղ մենք խոսեցինք պատմական այն հսկա համավարակներից կամ համաճարակներից, որոնք խլեցին միլիոնավոր մարդկանց կյանքեր, եւ ես հիշում եմ, որ երիտասարդ էի, շատ ավելի երիտասարդ էի, եւ իմ մեջ բան փոխվեց։ Եվ նորմալ է, որ հանրությունը չստանալով այդ կրթությունը մի փոքր այլ կերպ է մտածում։ Ես անձամբ հակված չեմ քննադատության, հակված եմ ուղղորդելու։ Դա համար ուզում եմ մենք իրենց պատմական մի քանի խոշոր օրինակ բերենք, թե համավարակները, համաճարակները, ինֆեկցիոն հիվանդությունները ինչպես են սրբել երկրի երեսից մի ամբողջ ազգաբնակչություն եւ
ինչու՞ չէ նաև քաղաքակրթություն։ Իհարկե, շատ ճիշտ նկատառում արեցիք։ Առաջին պատվաստանյութը, երբ որ 1798 թվականին Էդվարդ Ջեների կողմից ստեղծվեց, դա բնական ծաղկի դեմ պատվաստանյութն է։ Եվ մինչ օրս այլընտրանք վարակիչ հիվանդությունների կանխարգելման չկա, սակայն այս հայտնագործությունը, այսպես ասած, հեղաշրջում էր ամբողջ վարակիչ հիվանդությունների կանխարգելման գործընթացում։ Եվ դրա շնորհիվ է, որ այլևս ամբողջ աշխարհում չկա բնական ծաղիկ, այսինքն բնական ծաղիկը միակ արմատապես էլիմինացված, արմատապես վերացած հիվանդությունն է։ Եվ սա այն վառ օրինակն է, որ կարողացել ենք պատվաստանյութերի արդյունավետության, անվտանգության շնորհիվ ունենալ արդյունք, այսինքն արդեն հիվանդությունը ընդհանրապես չգրանցվի։ Երբ համեմատում ենք մի քանի 100-ամյակ առաջ, մարդկության համար ինքը համարվում էր բնական ծաղիկը ամենասարսափելի վարակներից մեկը, որովհետև եւ բարձր մահացություն ուներ, եւ բարձր հաշմանդամություն էր առաջացնում, բոլորը սարսափում էին հիվանդությունից։ Իսկ հիմա մոռացել ենք դրա մասին։ Այստեղ ինչ մահացություն բերեց, եթե չեմ սխալվում, 50 միլիոն մարդու մասին էր խոսքը Եվրոպայում։ Այո, միայն Եվրոպայում 50 միլիոն մարդու կյանք հալեց, չէ՞, ճիշտ է։ Սակայն պետք է նշել, որ 3000 տարվա պատմություն уներ հիվանդությունը եւ մարդկության զարգացման տարբեր փուլերում մեծ համաճարակներ, համավարակներ է առաջացել։ 200 տարի մեկ նկարագրվում է ինչ-որ մի ակտիվություն։ Եվ պարադոքսը դրանում է կանում, որ իմունականխարգելման ձեռքբերումները հենց նպաստում են իմունականխարգելմանը, այսպես ասած, թերահավատարեն մոտենալուն։ Այսինքն պատվաստումները կիրառեցինք, հիվանդությանը հաղթահարեցինք, մարդիկ մոռացան հիվանդության մասին եւ ասում են ինչի համար կիրառենք պատվաստումները։ Դա բնական ծաղկի օրինակով բերեցին, բայց հիմա էլ ունենք լիքը այդպիսի օրինակներ։ Երբ որ խոսում ենք դիֆթերիայի մասին ու պատվաստումների մասին, շատ, այսպես ասած, ընդդիմախոսներ ասում են չունենք, Հայաստանում չկա դիֆթերիա, ինչի պատվաստենք դրա դեմ, բայց այն պահից, երբ որ սկսենք չպատվաստվել, հիվանդության հետ վերադարձ կունենանք, քանի որ բնական ծաղկի նման չենք վերացրել դեռ մյուս վարակիչ հիվանդությունները, հետևաբար մեր շրջանառում են միգրացիայի այս տեմպերի պայմաններում շատ հաջողությամբ, այո, կարող են բերվել Հայաստան եւ պետք է պատրաստ լինենք դրան։ Այո։ Հետաքրքիր է, դավադրապաշտական տեսությունները իրենք իհարկե գիտեք, ես այնուամենայնիվ ես հակառակ կողմից եմ փոքր խոսենք, որ հեռուստադիտողին հետաքրքիր լինի, միայն այսպես ակադեմիական լեզվով չխոսենք։ Դավադրապաշտակ ասում է, ժողովուրդը ասում է, ծուղ չի լինում առանց կրակ։ Ամեն դեպքում ինչ որ մի բան կա, ինչ որ այդտեղ կա, բայց սա եկեք առանձին հիվանդությունների կամ մոդեռն ինչ որ առումով, ինչպես մենք խոսում ենք, որ դրանք արեստացին են, այսպես են հատուկ լաբորատորիաներում են, նույնը COVID-ի մասին ենք խոսում, ես էլ եմ մեկ-մեկ ուղղությունը չեմ ասում, չէ, ամեն դեպքում ինչ որ մի բան այնպես չէ եւ այլն, բայց գլոբալ ինչ վերաբերում է գոնե թե ձեր թվարկած հիվանդություններին, չի կարելի արժեզրկել այս ամենը, դա մարդկության ամենամեծ թռիչքային բժշկագիտության զարգացումներից մեկն է, ինչպես որ օրինակ հակաբիոտիկի, ընդհանրապես պենիցիլինի հայտնաբերման, դրանք բժշկագիտության այն թռիչքային, այսպես հրթիռային զարգացման ուղղություններն են, որոնք որ չի կարելի ուրանալ եւ ինձ օրինակ հետաքրքիր է այդ մարդիկ որ խոսում են։ Իրենք պատրաստ են մի ամբողջ բնակչության կյանքի երաշխավոր լինել, պատվաստման այդ հակակարողությունն է նաեւ պետք է ինչ որ առումով պատժելի լինի։ Մենք օրենքը ինչպիսին է մեր օրենքը թույլ է տալիս, որ մենք կամավոր պատվաստենք, բայց միևնույն ժամանակ ունենք ազգային ծրագիր, որը ունի հստակ չափորոշիչներ, ցուցումներ, ժամկետներ, այս պարադոքսը էլի, որ մի մասը գնում է մամաներին հատկապես լարում է մեր դեմ, մյուս մասը որտեղ է էլի խնդիրը։ Տեսեք, տարբեր հակապատվաստումային խմբավորումներ կան, որոնց դրդապատճառները տարբեր կարող է լինել։ Մեկի մոտ կարող է լինել չգիտեմ, ինչ որ վախ միջամտության նկատմամբ։ Մեկը ուղղակի ունի որևէ շահ, չգիտեմ, որևէ ֆինանսական հոսքեր, ինչ որ մի տեղագործական ընկերությունից։ Մեկը ուղղակի, չգիտեմ, իր կրոնական պատկերացումներով, մյուսը իր մտածելակերպով տարբեր են։ Հակապատվաստումային այդ այսպես ասած մոտիվացիաները շատ տարբեր են եւ դրանց հակազդելն էլ շատ բարդ է։ Դրա համար հանրային առողջապահության մասնագետների, ընդհանրապես համաճարակաբանների, բժիշկների հիմնական խնդիրը բնակչության իրազեկումն է։ Բնակչության տրամադրումը հավաստի ապացուցահեն փաստեր, որովհետև այլ բան չենք կարող անել։ Ճիշտ նշեցիք, որ Հայաստանում
պատվաստումները իրականացվում են կամավոր սկզբունքով, չունենք պարտադիր պատվաստումների իրականացման քաղաքականություն։ Նույնիսկ այն պատվաստումները, որոնք ներառված են պատվաստումների ազգային օրացում, յուրաքանչյուր անձ կարող է մտածել ինքը պատվաստվի, թե չէ, յուրաքանչյուր ծնող պետք է իր երեխայի համար որոշում կայացնի։ Սակայն այդ որոշում կայացնելու յուրաքանչյուր փուլում պետք է մի նժարին դնել պատվաստումից հետո դիտվող որոշակի երևույթներ, որոնք կարող են լինել եւ դրանք կարող են լինել ցանկացած դեղորայքի կիրառումից հետո։ Այսպես լայնորեն կիրառվում են անտիբիոտիկներ, հակաբիոտիկներ, լայնորեն կիրառվում են ցավազրկիչ միջոցները, որոնցից յուրաքանչյուրի կիրառումը ունի որոշակի կողմնական անաֆիլակտիկ շոկի կարող է այո, եւ որոշակի կողմնակի երևույթներ, նույնն էլ պատվաստումներն են, որևէ ձևով չեն առանձնանում։ Սակայն պատվաստումները մի սպეციფիկա ունեն, որ դրանք իմիտացիա են անում այն կլինիկան, որպեսզի հակամարմինները ձևավորվեն։ Այո, կարող են ունենալ որոշակի սպասվելի երևույթներ, ջերմության բարձրացում, տեղային ներարկման ցավ, այտուց, կարմրություն, որոնք շատ կարճատև են, ժամանակավոր են, առանց որոշակի իմաստը նաև դա է, որ նա ձևավորի այդ հակամարմինը։ Ձևավորվի, ունենանք հակամարմիններ, առանց հիվանդանալու ունենանք հակամարմիններ։ Սակայն, երբ որ այդ sense կշեռքի նժարին դնում ենք այդ ժամանակավոր անհանգստությունն ու բնական հիվանդության արդյունքում առաջացած բարդությունները, հաշմանդամությունը եւ նույնիսկ մահը, ռիսկը, այդ դեպքում յուրաքանչյուր ծնող պետք է որոշի, ինչ ռիսկի է դիմում եւ արժե այդ ռիսկին գնալ, թե չէ։ Շատ ծնողներ, ասում եմ, նշում են, որ թող բոլորը պատվաստվեն, իմ երեխային պաշտպանեն, բայց պատվաստումը նաեւ սոցիալական պատասխանատվություն է։ Բայց չէ՞ որ քո երեխան երբ հիվանդանա, դարձյալ խնդիր է առաջացնում, պոտենցիալ խնդիր է դառնում իմ երեխայի համար։ Իհարկե։ Սոցիալական ցածր նշաձող է, էլի պատասխանատվության, չի կարելի այդպես վարվել։ Առաջին հերթին պատասխանատվությունը մեր նկատմամբ, մեր անձի, մեր շրջապատի, մեր երեխաների եւ սոցիումի նկատմամբ, որովհետեւ սոցիալական պատասխանատվությունը, քանի որ եթե դու չես պատվաստվում, ապա դու նպաստում ես, որպիսի վարակը տարածվի այն անձանց, ովքեր բժշկական հակացություններ ունեն չպատվաստվելու, հետեւաբար կյանքին վտանգ կարող է սպառնալ այն անձանց, որոնք ոչ թե չեն ուզում պատվաստվել, այլ չեն կարող ինչ-ինչ պատճառներով այս պահին պատվաստվել։ Մենք վերադառնանք գրիպին։ Այո։ Արդեն կարծես Աշունը թևակողել է իր ամենահետաքրքիր նաև գեղագիտական իմաստով փուլ։ Հիմա մենք փորձենք բժշկագիտական իմաստով հասկանալ, ինչպես է կազմակերպվում մեր հանրապետությունում գրիպի պատվաստումը։ Նրանք ովքեր գիտեն, բայց նրանք ովքեր չգիտեն, գուցե հենց այս բանին հետաքրքրվում են, այդ քայլերը ներկայացնենք, ՀՎԿ-ի դերը այդտեղ կանոնակարգող մարմին է, թե ինքն էլ է ունի մասնաճյուղեր, թե առողջության կենտրոններն են, պոլիկլինիկ, ինչպես է դա արվում ընդհանրապես։ Յուրաքանչյուր սեզոնին ընդառաջ իրականացվում է սեզոնային գրիպի դեմ պատվաստումներ։ Մեր երկրում սեզոնային գրիպի դեմ պատվաստումները առաջնահերթ նախատեսված են ռիսկի խմբերի համար, այսինքն այն անձանց համար, ովքեր գրիպով հիվանդանալուց առավել ծանր կընթանա իրենց մոտ հիվանդությունը։ Դրանք 6 ամսականից 5 տարեկան երեխաներն են, հղիներն են, ուղեկցող հիվանդություններ ունեցող անձինք են, 65 տարեկանից բարձր տարիքի անձինք են, սոցիալական խնամքի կենտրոնի ինչպես շահառուները, այնպես էլ աշխատակիցները, բուժաշխատողները եւ զորակոչի ենթակա անձինք։ Սակայն պետությունը նաև հնարավորություն է տալիս պատվաստվել այն անձանց, ովքեր ցանկանում են պատվաստվել, դուրս են այս ռիսկի խմբերից, ցանկություն ունեն պատվաստվելու, որովհետև նույնիսկ այս անձանց ոչ ռիսկի խմբերի անձանց պատվաստելով մենք պաշտպանում ենք նաև ռիսկի խմբերի անձանց։ Հետևաբար յուրաքանչյուր անձ, ով ցանկանում է պատվաստվել, կարող է դիմել իր հաշվառման պոլիկլինիկ առողջության առաջնային պահպանման կազմակերպություն եւ պատվաստվել։ Անձը կարող է պատվաստվել նաև այն հանգամանքից, անկախ այն հանգամանքից ինքը հաշվառված է տվյալ բժշկական կազմակերպությունում, թե ոչ, ՀՀ քաղաքացի է, թե ոչ, քանի որ սեզոնային գրիպի դեմ պատվաստումները կարող են ստանալ ինչպես ՀՀ քաղաքացիները, այնպես էլ ոչ ՀՀ քաղաքացիները։ Միաժամանակ նաև առավել հասանելիություն ապահովելու համար ստեղծվել են նաև Երևան քաղաքում շարժական պատվաստումային կետեր, եւ որոնք կգործեն մինչև նոյեմբերի 30-ը բոլոր աշխատանքային օրերին ժամը 10-ից մինչև 16:00 ներկայում գործում է վերնիսաժի տարածքում եւ մյուս պատվաստումային կետը Գայի արձանի հարևանությամբ է։ Հաջորդիվ արդեն երկրորդ պատվաստումային կետերը կլինեն նաև Երևան քաղաքի տարբեր համայնքներում։
Ինչպես ասում են Աստված առաջ, մենք նախնական համաձայնություն ունենք, որ այս տարի մեր կողմից կազմակերպվող առողջապահական էքսպոյի շրջանակներում ՀՎԿ-ը միանշանակ մասնակցելու է եւ գուցե ստացվի, որ նաեւ այնտեղ էլ անենք։ Մենք դրա մասին լրացուցիչ կիրազեկենք, ընդ որում նոյեմբերի 30-ին մեր էքսպոն էլ է ավարտում, այսինքն բոլոր շարժական կետերը այդ թվում դա այդ վերջին օրը կլինի։ Եթե ստացվի, սերվերոստատող լրացուցիչ կիրազեկենք 4 օր շարունակ նաեւ Մերիդիան էքսպոյի տարածքում, որտեղ մենք գիտեք անցկացնում ենք առողջապահական միջազգային ուրեմն էքսպոն, այնտեղ գուցե ՀՎԿ-ը ստացվի նաև այդ միջամտությունը անել։ Դա լրացուցիչ հնարավորություն է, որ գաք, տեսնեք հետաքրքիր ոլորտ, առողջապահության ամեն ինչ տեսնեք, մի հատ էլ բոնուսով պատվաստում ստանաք եւ գնաք։ Տեսեք, Բժիշկ Գրիգորյան, ես ուզում եի մի հարց տալ, իմ շրջման շրջանակը ընդլայնվում է գնալով, հաշվի առնելով նաև այս հաղորդաշարը եւ այսպիսի տեսակետներ եմ լսել, ինչպես է օրինակ ՀՎԿ-ը, եթե նա համակարգող մարմինն է, այդ թվում ընդհանուր ցուցանիշների համար, հիմա կան բազմաթիվ մասնավոր բժշկական կենտրոններ, ովքեր ունեն նաև պոլիկլինիկայի ստատուս, բայց այնպիսի հանրային կարծիք կա նաև առողջապահության կազմակերպիչների մեջ, որ հիմնական բեռը այնուհանդերձ ընկնում է պետական բժշկական հաստատությունների վրա, որովհետև պատվաստման կանչելը լրացուցիչ զանգ է, հոգս է, ավելորդ կոնֆլիկտային ռեակցիա է, իսկ մասնավորը ձգտում է ավելի շատ դիրքավորվել որպես ավելի այսպես VIP պոլիկլինիկա եւ այսպեսի մի խնդիր կա եւ նրանք գլուխ չեն դնում պարզապես։ Ես սա իմ կարծիքը չի, ես ունեմ իմ կարծիքը, բայց սա ավելի շատ թեզ է, որ հնչում է։ Դուք ո՞նց եք սրան վերաբերվում, ինչ կոչ կարող ենք անել, եթե կարիքը կա դրա։ Տեսեք, եւ մասնավոր եւ պետական բժշկական կազմակերպությունները, որոնք հավաքագրում են բնակչություն, ապա իրենց բնակչության ամբողջական բժշկական օգնության եւ սպասարկման ծառայությունը ամբողջությամբ պետք է իրականացնեն։ Եվ հետեւաբար դրա մի մասն է նաեւ պատվաստումների իրականացումը եւ այս համատեքստում այդ թվում նաեւ մասնավոր բժշկական կազմակերպությունները ներառվում է մեր եւ պատվաստանյութ ստացողների ցանկում եւ հաշվետվություն ներկայացողների ցանկում եւ սահմանված կարգով ինչպես բոլոր բժշկական կազմակերպությունները ներառվում են իմունականխարգելման գործընթացի մեջ ամբողջ ծավալով անկախ նրանից ինչ կազմակերպական իրավական կարգավիճակ ունի տվյալ բժշկական կազմակերպությունը պետական է մասնավոր է թե որևէ այլ գերատեսչության ենթակայության է։ Սա օֆիցիալ պատասխանն է, իրականությունը այդպեսին է, իրանք ջանք չեն խնայում, որպեսզի այդ ցուցանիշները ծածկույթը պատվաստման ապահովեն։ Տեսեք, այստեղ մի քիչ ավելի տարբերակենք ոչ թե կազմակերպա իրավական պատկանելիությունը, այլ տվյալ բուժաշխատողի, այսպես ասած, կամքը, անկախ նրանից ինքը որ կառույցում է աշխատում, ինչքան կամք ունի, ինչքան ցանկություն ունի բնակչության հետ աշխատելու։ Այդ թվում նաև պատվաստների կազմակերպման Ես չէի թողնի բուժաշխատողի դաշտում, կարծում եմ բուժաշխատողները մեծ պատրաստակամությամբ եւ սիրով կանեն, ավելի նրանց համար դա առավելություն է, որ քաղաքացին սիրի, ավելի շատ այստեղ երևի ղեկավարության դիրքորոշումն է, թե ինչ ռազմավարական մոտեցում է։ Ես էլ պատասխանից շատ բան հասկացա, համար ես ինքս կդիմեմ այդ մարդկանց, այդ հաղորդավարի իրավունքով մասնավոր կենտրոնների հարգարժան top management-ի ներկայացուցիչներ, ղեկավարներ հաճախ կա այդպիսի տեսակետ, որ ձեր բժշկական կենտրոններում իմունիզացիան ոչ այդքան ինտենսիվ է կատարվում, որովհետև դարձյալ պետք է կրկնեմ, դուք ստիպված եք հավելյալ զանգեր անել, լրացուցիչ աշխատակիցներին ճակերտներում ստիպել, ծանրաբեռնել, մարդկանց հրավիրել, իրազեկել, որը հաճախ այսպես բիզնես քաղաքականության մեջ չի մտնում, ինձ ներող եղեք, ես փոխանցում եմ սա ընդհանուր կարծիքը, ունեմ որոշակի դիրքորոշում եւ խնդրեմ, որ եւս մեկ անգամ սրան ուշադրություն դարձնենք, եթե ստանձնել ենք առողջության կենտրոնի պոլիկլինիկայի կարգավիճակ, ուրեմն սահմանված կարգով նաեւ մատուցենք այս ծառայությունը։ Եվ մի հատ լրացում էլ անեմ, առողջապահության նախարարությունն էլ ունի իր գործիքակազմը, գործընթացը վերահսկելու եւ անկախ նրանից ինչ կարգավիճակ ունի տվյալ բժշկական կազմակերպությունը, ինչ կազմակերպա իրավական կարգավիճակ ունի, իր բոլոր գործիքակազմն իրականացնում է, կիրառում է հնարավորինս առավել արդյունք ստանալու համար։ Ուրախ եմ, այստեղ պարզապես օրենսդրության հարցը կա, միևնույն է, միշտ պատասխանը կա, որ դու մարդիկ չեն ուզում իրենց իրավունքները չեն պատվաստվում, հասկացանք իրար։ Ամեն դեպքում հասկացանք նաև ՀՎԿ-ի դիրքորոշումը եւ սա կարեւոր էր, սա անձնական ոչ մի հետաքրքրություն չունեմ, բացարձակապես նկատի ունեմ, ուզում եի հնչեցնել այն կարծիքները, որ ես պարբերաբար լսել եմ իմ տարբեր գործընկերներից։ Հիմա շարժվենք առաջ եւ տեսնենք, թե մի ուրիշ թեզ կա, որ ասում են, բայց որ գրիպի համար եք պատվաստում։ Ախր գրիպի վիրուսները, շտամները, չգիտեմ, հազարում ես փսիխոսակցություններ կան,
դուք կբացատրեք ինչպես ենք մենք որոշում, այտենց սեզոնային top աստղ տեսակը ընտրում ենք, Այո, շատ լավ հարց տվեցիք, որովհետև շատ այդ հարցը շահարկվում ու տալիս են։ Յուրաքանչյուր երկիր առողջապահության համաշխարհային կազմակերպության, այսպես ասած, ցանցի շրջանակներում մասնակցում է տվյալ սեզոնի համար նախատեսված պատվաստանյութի բաղադրության կազմին։ Ինչպես է մասնակցում։ Ինքը տարվա ընթացքում իր լաբորատոր հետազոտության տվյալները ներկայացնում է նաև առողջապահության համաշխարհային կազմակերպությանը եւ այս բոլոր երկրներից հավաքագրված տեղեկատվության վերլուծության արդյունքում որոշվում է թե տվյալ սեզոնին որ շրջատիպերն են գրիպի շրջանառելու առավել հաճախ եւ հենց այդ սեզոնի համար էլ ստեղծվում է պատվաստանյութը։ Դրա համար է առաջարկում յուրաքանչյուր սեզոնից առաջ պատվաստվել, որովհետեւ հենց այդ պատվաստանյութը նախատեսված է տվյալ սեզոնին առավել հաճախ շրջանառող տիպերի համար։ Նշեմ, որ ներկայում Հայաստանում կիրառվում է քառավալենտ պատվաստանյութը սեզոնային գրիպի, որը պարունակում է 2A ենթատեսակ եւ 2B ենթատեսակ։ Այն համահունչ է առողջապահության համաշխարհային կազմակերպության հյուսիսային կիսագնդի համար նախատեսված պատվաստանյութին։ Ֆանտաստիկ է, սա է այն կախարդանքը, որ հանրային առողջապահությունը անում է եւ սա գիտություն է, սա ծանրակշիռ գիտություն է եւ հպարտություն է նաեւ երբ Հայաստանը այստեղ ունի իր ուրույն տեղը մենք գիտենք։ Ես միշտ իմ մեջ այդ երկբևեռությունը կա Նյարդաբանի եւ առողջապահության կազմակերպչի երկուսն էլ շատ սիրում եմ եւ դուրս գալիս է։ Սիրելի հեռուստադիտող, գիտեք, կարծում եմ դուք էլ եք գնալով ավելի շատ տեղեկություն ստանում, թե ինչ է հանրային առողջապահությունը եւ առնվազն վերջին նախադասությունից եւ մտքից կարող եք հասկանալ, թե ինչպես են տվյալները, տվյալագիտությունը ինչպես է օգնում նաեւ հանրային առողջապահության ճիշտ կազմակերպման, որ մենք ունենք սուրհանդակներ տարվա ընթացքում, թե նրանք մեզ վտանգի մասին արդեն ազդարարել են, մենք դրա հիման վրա պաշտպանում ենք մեր ամրոցը եւ կառուցում ենք այդ պատնեշը ճիշտ գործիքակազմով իմանալով թե թշնամին ով է, ինչ զորքով է հարձակվում, այսի օրինակ կարելի է բերել, ինչը շատ տեղին է։ Բիժ Գրիգորյան, ես շատ կուզեի, որ մեր զրույցը տևեր եւս 2 ժամ, իրականում կուզեի, որովհետեւ միշտ շատ համակրանքով են վերաբերվել այն մասնագիտությանը, որ դուք կրում եք եւ շատ կարեւորում եմ սա։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ եւս մեկ անգամ, որ ժամանակ գտաք եւ միացաք մեզ, ընդունեցիք հրավերը։ Նաեւ շնորհակալություն ՀՎԿ-ի ղեկավարությանը, որ մենք եկանք այդ կոնսենսուսին, որ մի ամբողջ շաբաթ խոսենք հանրային առողջապահությունից, իդեմ ՀՎԿ-ի կատարված գործառույթների։ Սելերստադիտող, դուք մնացեք մեզ հետ, նկատի ունեմ վաղը դարձյալ միացեք մեզ, մինչև շաբաթվա վերջ, որովհետեւ այս շաբաթ բոլոր թեմաները իսկապես ինքնատիպ են, շատ հետաքրքիր են եւ այնպիսի թեմաներ են, որոնք այդպես լայն հանրության շրջանում առնվազն մեդիա դաշտում այդպես չեն շրջանառվում։ Մենք նաև ձեզ հիշեցնենք, որ ncdc.am կայքում դուք կարող եք ել ավելի շատ տեղեկություն գտնել, կա հեռախոսահամար, որով դուք կարող եք մշտապես խորհրդակցել եւ խորհուրդ վերցնել 012 8803 եւ իհարկե Facebook-յան էջը ՀՎԿ-ի հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի։ Կարծում եմ, որ այնտեղ բացի օգուտից դուք ոչ մի վնաս չեք ունենա, եթե բաժանորդագրվեք նման պլատֆորմների։ Շնորհակալ եմ եւս մեկ անգամ։ Ես էլ եմ շնորհակալ։ Լավ եղեք։ Զրույցի համար։ Առողջ առավոտ բոլորիս, հատկապես ձեզ սիրելի հեռուստադիտող, կհանդիպենք։